Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ խաղային մամուլի ասուլիսը, Ուրարտոյի հետ կայացած խաղից հետո։ Սկզբում մարզիչը կխոսի խաղի մասին, իսկ հետո կհնչեն լրագրողների հարցերը. A few words about the match and then questions. Good evening to everyone. Բարի երեկո բոլորին. Part of me is very sad that we didn't win the match. Ինձնից մի մասնիկ շատ տխուր է, որ մենք չկարողացանք հաղթել խաղը. But one part of me is also very proud because the way we played. Բայց նաև մի մասը շատ հպարտ է, թե ինչպես մենք խաղացինք. I think that we have 6-7 clear chances to score a goal. Կարծում եմ մնացանք 6-ից 7 հնարավորություններ գոլ խփելու. We didn't, and in a lot of cases like this, usually you lose this kind of match. Սովորաբար այսպիսի դեպքերում այսպիսի խաղերից հետո պարտվում ես խաղը. We take this point and we move forward. Մենք վերցնում ենք այս մեկ միավորը եւ շարժվում ենք առաջ. Հարցեր? Խաղի ընթացքում մարզիչը ընդհանրապես 3 փոխարինում կատարեց, արդյոք դա միտված էր ֆուտբոլիստներին գալի խաղից առաջ հանգիստ տալուն, թե այնպիսի ֆուտբոլիստներ չկային Պարիստանի երշարքում, ովքեր կարող էին խաղը հաղթական ավարտի հասցնել. So the question was that during the match you only did 3 substitutions. Is this because of the upcoming match with Craiova, or there simply weren't any players that would help win the game? No, it was not because of Craiova match. I didn't even think about this match today. Ոչ Craiova-ի հետ գալիք խաղի պատճառով չէր, ես նույնիսկ այսօր այդ խաղի մասին չեմ մտածել. We had the situation that we must change during the first half time. Առաջին խաղակեսին ունենք իրավիճակ, որից հետո ստիպված ենք փոխարինում կատարել. And then when I make our first, let's say, substitution with Nardin and with Gor. Եվ երբ ես արեցի առաջին փոխարինումը Նարդինի եւ Գորի հետ. After that we only have one more possibility to change, and I didn't want to make it too early. Դրանից հետո մենք ունենք ընդամենը մեկ հնարավորություն փոխարինում կատարելու եւ ես չէի ուզում դա անել շատ շուտ. And at the same time I feel that we are good, that we are close to the goal, and I didn't want to break the rhythm. Եվ միաժամանակ ես մտածում էի, որ մենք շատ մոտ ենք մեր նպատակին եւ ես չէի ցանկանում կոտրել խաղի ռիթմը.